մի վայր, որտեղից փախչելը համարվում էր բացարձակ անհնարին։ Խոսքը Ամերիկայի ամենադաժան և մեկուսացված բանտի, հռչակավոր Ալկատրասի մասին է։ 1962 թվականին 3 հանճարեղ բանտարկյալներ, Ֆրենք Մորիսը և Էնգլին եղբայրները, որոշեցին մարտահրավեր նետել այս սառը ճակատագրին։ Նրանց ծրագիրը պահանջում էր գերմարտկային համբերություն և մտքի բացարձակ հաղթանակ։ Ամիսներ շարունակ նրանք սովորական գդալներով և մետաղադրամներով գաղտնի փորում էին խցերի հաստ բետոնե պատերը, քողարկելով ձայները ակորդեոնի բարձր երաժշտության տակ։ Որպեսզի գիշերային խիստ ստուգումների ժամանակ պահակները ոչինչ չկասկածեն, նրանք օճառից, զուգարանի թղթից և իրական մազերից պատրաստեցին մարդկային կեղծ գլուխներ, որոնք դրեցին իրենց անկողիններում։ Երբ եկավ ճակատագրական և մթին գիշերը, նրանք սողոսկեցին նեղ օդափոխության համակարգով և հասան բանտի տանիք։ Օգտագործելով 50 գողացված անձրևանոց, նրանք կառուցեցին ինքնաշեն լաստանավ և անհետացան Սան Ֆրանցիսկոյի ծոցի մութ ու սառցե ջրերում։ Առավոտյան, երբ պահակները հայտնաբերեցին դատարկ խցերն ու կեղծ գլուխները, ողջ աշխարհը ցնցվեց։ Մինչև այսօր ոչ ոք հաստատապես չգիտի, արդյոք նրանք հասան ափ և ստացան իրենց բաղձալի ազատությունը, թե հավերժ կլանվեցին օվկիանոսի անողոք խավարի կողմից։ Սա պատմության ամենամեծ և ամենահանճարեղ առեղծվածն է։